Վահան Թեքեյան մշակութային մրցանակաբաշխությունը 31-րդ անգամ Թեքեյան կենտրոնում էր համախմբել գիտության, մշակույթի, արվեստի եւ հայագիտության ասպարեզում ստեղծագործող հայ անվանի գործիչներին։ 1991 թվականից սկսած ամեն տարի Թեքեյան մշակութային միության վարչությունը խրախուսական մրցանակներ է շնորհում աչքի ընկած արվեստագետներին, արժանահիշատակ, մնայուն եւ ազգային նշանակություն ունեցող գործ ստեղծելու համար։ Այս տարի մրցույթին մասնակցության հայտ էր ներկայացրել 2 տասնյակից ավելի հեղինակ ստեղծագործող։ Մրցանակաբաշխության մասնակիցներին ողջունեց եւ Գարեգին II ամենայն հայոց հայրապետի օրհնությունը փոխանցեց Անուշավան եպիսկոպոս Ժամ Կոչյանը։ Մեր սրբություն սրբոց մայրաթող Սուրբ Էջմիածնից հայոց Բեթղեհեմից բերում ենք ձեզ օրհնությունները Հրապարտիրոջ ու մաղթում, որ ել ավելի ամրանա այս ձեռնարկը, խորուկ դառնան նրա արմատներն ու ել ավելի առատանան նրանից ստացվող պտուղները, ամեն։ Ձևավորված ավանդույթի համաձայն առաջին մրցանակը հանձնվեց գրականություն անվանակարգում։ Հանձնաժողովը բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Այլիտա Դոլուխանյանի գլխավորությամբ լավագույն ստեղծագործություն էր ճանաչել արցախցի բանաստեղծուհի Հերմինե Ավագյանի «Կապույտ տանիքներ» ժողովածուն։ Հերմինեն Արցախից բռնագաղթված այն հազարավոր հայերից է, որն իր ծննդավայրի հուշն ու կարոտն է փորձել բանաձևել այս փոքրիկ գրքույկում։ Շրջափակված հայրենիք, անտարբեր մարդկություն եւ նամակ բանաստեղծություններ, որոնք հասցեատեր չունեն։ Դա հոգեվոր մեծ աշխարհ էր։ Այնտեղ իմ մանկությունն էր, իմ պատանեկությունն էր։ Հայագիտություն անվանակարգում մրցանակ շնորհվեց ազգությամբ ավստրիացի Բիրգիտ Կոֆլեր Բերշարտին։ Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ ուշագրավ աշխատության համար։ Հանձնախմբին գրավել էր Նեմեսիսի եւ Սողոմոն Թեյլերյանի դատավարության մասին օտարազգի հեղինակի գործը։ Գիրքը պատմում է 1919-ից 22 թվականներին հայոց ցեղասպանության եւ Բաքվի ջարդերի մի քանի պատասխանատուների դեմ նախապես ծրագրված ու հաջողությամբ իրականացված հատուկ գործողությունների մասին։ Հեղինակը ներկայացրեց, թե ինչ հետազոտական աշխատանք է կատարել, ինչու է հայկական թեման իր ուշադրությանն արժանացել։ Իմ հայ ընկերներից շատերը Նեմեսիսի անդամների ժառանգներ են, որոնց շնորհիվ էլ հնարավոր դարձավ իմ գրքի հայերեն թարգմանությունը։ Ես հայ չեմ, բայց ինձ հետաքրքրել է այս թեման, որովհետև դրա հիմքում կա իրավունքի խնդիր։ Լեմկինն ասել է, ինչու մեկ հոգու սպանությունը համարվում է սպանություն, իսկ միլիոնավոր մարդկանց սպանությունը ոչ։ Դա հենց ցեղասպանություն է, որը եթե չի պատժվում, առաջանում են անպատժելիություն եւ ցեղասպանությունները շարունակվում են, ասաց Բիրգիտ Կոֆլեր Բերշարտը։ Կերպարվեստ անվանակարգում մրցանակ շնորհվեց դարաշրջանի քաղաքական հայտնի գործիչ Անաստաս Միկոյանի ժառանգին, գրող, երաժիշտ, պրոդյուսեր, նկարիչ Ստաս Նամինին իր 25 գեղանկարի համար։ Հեղինակը պատմեց, որ մանուկ հասակում հաճախ է եղել Հայաստանում, սիրել լոռվա բնությունն ու պատմամշակութային կոթողները եւ հատկապես Սանահին հնամենի վանական համալիրը։ Դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգում հանձնախումբն ընտրել էր Արցախ կարպետ ընկերության Շուշիի ծաղկեփունջը գորգը։ Այս տարի սահմանվել էր նաև Բագրատ Նազարյան հատուկ մրցանակ, որը շնորհվեց հայագիտության ոլորտում հետազոտական ժողովրդագրական ահռելի ուսումնասիրություն կատարած քաղաքագիտության դոկտոր պատմաբան Արմեն Այվազյանին։ Նրա «Հայոց զորքը Արցախում 1722-1735 թվականներին» մենագրության համար։ Թեքեյանցիներն այս ձեռնարկով նաև ամրացնում են Հայաստան սփյուռք կամուրջը։ Առավել եւս վանթուղթ հայու համար Հայաստանը երկաթակիր մատյանն է հաճախ։ Մրցանակաբաշխության ավարտին ցուցադրվեց ռեժիսոր Դիանա Մարկոսյանի «Հայրենիքի եւ Սփյուռքի միջև» փաստավավերագրական ֆիլմը, որը հարգանքի եւ երախտագիտության տուրք էր մրցանակաբաշխության հիմնադիր, գրող, հրապարակախոս, հասարակական գործիչ Երվանդ Ազատյանի հիշատակին։ Լիանա Չիչակյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։